Իմաստուն խրատներ Զոյա Ասլանյան կամ Զոյա Ղարիբյան Մեծ Աստծո հետ Ովքեր ունեն շատ մեծ հոգսեր ու ցավեր, թող իմանան, որ Աստված ավելի մեծ է, քան քո բոլոր հոգսերն ու ցավերը միասին վերցրած։ Եթե մեծ Աստծո հետ ես, ապա այդ ամենը կվերանա։ Միաժամանակ երանի ես տալիս նրանց, ովքեր քեզ չեն տեսել ու հավատում են, երանի նրանց, որ չեն տեսել, հավատում են ու կբժշկվեն, կփրկվեն, մահից դեպի կյանք կանցնեն, հավիտյան կապրեն։ Աստված երբեք չի խաբում, քանի որ ինքը սուտը ատում է և սուտ երբեք չի խոսում, դրա համար էլ մեզ իր պատվիրանի մեջ ասում է սուտ չխոսես։ Անհավատությունը մի համաճարակ է, որ գոյություն ունի երկրի երեսին, բոլոր ազգերի մեջ և քայքայում է ամեն ինչ։ Անհավատությունը շատ վտանգավոր հիվանդություն է, որը մարդկությանը տանում է դեպի մահ և ոչ միայն ֆիզիկական առումով, այլև հոգևոր ևս, մշտական և հավիտենական, դրա համար Աստվածաշնչում գրված է երկրորդ մահվան մասին։ Ինչու Հիսուսը ասաց. Աշխարհում մարդիկ ինչը չեն սիրում լսել, նրանք չեն սիրում լսել, երբ իրենց ճշմարտությունն ես ասում, ինչու, որովհետև ոչ մեկ չի սիրում, երբ իր երեսին ճշմարտությունն ես ասում, իր սխալ քայլի, իր սխալ մտքի համար, իսկ Հիսուսը ասաց. Ես եմ ճշմարտությունը, նաև ասաց. մի սիրեք աշխարհը ու ինչ որ կա աշխարհի մեջ, դա նշանակում է աշխարհում է սուտը, խաբեությունը, կեղծավորությունը և շատ ուրիշ բաներ։ Եթե հավատացյալը ճիշտ չի հասկացել խաչի վրա կատարվածը, ապա չի հասկացել ամբողջ Աստվածաշունչը և Հիսուսի արած գործը։ Հիսուսի գործը Սերը ատելության հակառակ դրսևորումն է, որով նա հաղթեց թշնամուն։ Խոնարհությունը հպարտության հակառակ դրսևորումն է, որով նա հաղթեց թշնամուն։ Հնազանդությունը անհնազանդության հակառակ դրսևորումն է, որով նա հաղթեց թշնամուն։ Կյանքը մահվան հակառակ դրսևորումն է, որով նա հաղթեց թշնամուն։ Գոհություն ու շնորհակալություն, Հիսուս, աղքատության կապանքները քանդեցիր և մեղքի անեծքը ջնջեցիր։ Մի հիասթափվիր, եթե հանդիպում ես կյանքում մարդկանց, որոնք քո արած լավությունը չեն գնահատում և դեռ հակառակը վատությունով են պատասխանում։ Մի հիասթափվիր, եթե Հիսուսի արած լավությունը շատ մարդկանց կողմից մինչև հիմա չի գնահատվում, ապա մերը չեն գնահատի ու չեն գնահատի։ Ինչքան էլ տարիքով լինես ու մեծանաս, միևնույն է դեռ սովորելու շատ բան կունենաս։ Նրանք, ովքեր Աստծուն ու նրա խոսքը ծաղրում են, իրենք պետք է ծաղրվեն։ Չպիտի մեռնեմ, այլ պիտի ապրեմ, որ Տիրոջ գործերը պատմեմ,
և ազգերի մեջ նրա կատարված հրաշքները գովաբանեմ։ Ներիր մեզ, Տեր, աղոթում ենք, Տեր, թող քո կամքը լինի, բայց անում ենք մեր կամքը։ Եթե նույնիսկ մարդ ոտանավոր երգ ու աղոթք գրելու կարողություն չունենա, սակայն ինչ էլ որ գրի Հիսուսի անվան շուրջ, դրանք ոտանավոր երգ ու աղոթք կդառնան։ Ամեն բան ունայն է, սակայն Տիրոջը ծառայելը ուրախություն է։ Երկրի վրա կյանքը դատարկություն է, սակայն երկնքում լիություն։ Տիրոջ խոսքը երբեք վեճերով չի կարող ուղեկցվել։ Իսկ եթե մեկը Տիրոջ խոսքի ժամանակ մյուսի հետ վիճաբանում է, ուրեմն Տիրոջ խոսքը լավ չի հասկացել։ Հիսուս մարդ ծնվելու գաղտնիքը։ Հիսուս որպես մարդ պետք է ծնվեր, որպեսզի մահանար, որ հարություն առներ ու մարդկանց փրկեր։ Եթե հավատացյալը չունի հոգևոր աճ, ապա նման է անհավատի։ Մարմնավոր քույր ու եղբայրների և հոգևորի միջև այնքան մեծ տարբերություն չկա, եթե հոգևոր անձը դեռ չունի հոգևոր աճ։ Երանելի են Աստծո այն ծառաները, ովքեր իրենց քույր և եղբայրներին ճիշտ ուղու վրա են դնում։ Երանելի են Աստծո այն ծառաները, ովքեր հանդիպում են անհավատների և հավատքի են բերում։ Երանելի են Աստծո այն ծառաները, ովքեր իրենց հավատքը կորցրած քույր ու եղբայրներին օգնում են նորից իրենց հավատքը գտնելու։ Եթե ուզում ես տեսնել Աստծո մեծությունն ու զորությունը, երկինք նայիր։ Ամեն անգամ երկինք նայելիս տեսնում եմ Աստծո մեծությունը։ Ամեն անգամ երկինք նայելիս տեսնում եմ Աստծո զորությունը։ Ամեն անգամ երկինք նայելիս տեսնում եմ Աստծո կարողությունն ու ուժը։ Ամեն անգամ երկինք նայելիս տեսնում եմ Աստծո իմաստությունն ու գիտությունը։ Ով կարող է Աստծուն հաճելի քրիստոնյա դառնալ։ Նա, ով ունի մաքուր խիղճ, պատասխանատվություն և շնորհակալ բնավորություն։ Աշխարհը մեծ է, Տերն ավելի մեծ։ Աշխարհն անցնում գնում է, իսկ Տերը հավերժ մնում է։ Եթե շատ սուրբ է այն խաչը, որի վրա Հիսուսի արյունը թափվեց, ապա ինչքան առավել ևս սուրբ է այն մարմինը, որի մեջ ինքը բնակվեց։ Աստվածային կարողությունը դրվեց վերևից ամեն մի Աստծուն ծառայողին։ Աստված է, որ շնորհեց և ուղարկեց նշաններ և հրաշքներ կատարել ու չվախենալ։ Մարդը որքան էլ դիմի բժիշկներին, վերջի վերջո իր բժշկությունը գալիս է Աստծուց։ Երկրի վրա անհնարին բան չկա։ Երբ որ մարդը հավատում է Աստծուն, Աստված մեզ բոլորիս նույն չափով է տալիս իր շնորհքը։ Այն ճիշտ օգտագործելը մեզանից է կախված։ Աստված մեր մեղքերը լվաց մաքրեց այնպես, ինչպես Հիսուսի հագուստը սարի վրա սպիտակեցրին։
Աստված միշտ հաղթանակել ու հաղթում է։ Հիսուսի հարությունը աստվածային ամենամեծ հաղթանակներից է։ Երբ մարդը ընկնում է, Տերը հայտնվում է։ Տերը հույս է, Տերը լույս, Տերը փառք է, Տերը հավատք, Տերն է խնկաբույրով լիքը գավաթ։